Ողջույն գործար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, դուք միացել եք մեզ 106 եւ 5 հաճախականությամբ կամ մեզ դիտում եք մեր բոլոր թվային հարթակներում։ Թարմ ուղեղով զրույցն ենք այս պահին սկսում, իսկ իմ հյուրը Սերուժ Բաղդասարյանն է, երաժիշտ, կարծում եմ շատերդ նրան արդեն ծանոթ եք, ոչ միայն մեր եթերներից, այլև իր մեծ ու հետաքրքիր համերգներից։ Սերուժ ջան, ողջույն։ Բարև, նորեն բարև։ Շնորհակալ եմ, երկրորդ անգամ մենք զրուցում ենք, առիթ է ստեղծվել, որ քո համերգի մասին մեզ պատմես եւ ընդհանուր թե ինչեր է սպասվելու։ Վերջին համերգը, որը տեղի ունեցավ, ես եւս ներկա էի ու այն ինչ որ նախորդ անգամ մենք զրուցում էինք, բավականին ոգևորված դու պատմում էիր, ես զգում էի դա, բայց այլ բան է բացարձակ լինել այդտեղ ու այդ ամենը տեղում զգալ, պարը, երաժշտությունը, ամեն ակնթարթը, այ քեզ համար երկրորդ համերգն էր, չէ՞, եթե ես չեմ սխալվում։ Այո, երկրորդ համերգն էր արդեն։ Ինչ փոփոխություններ եղան, տպավորություններով ուզում եմ կիսվես նախ։ Ուրեմն երկրորդ համերգը ընդհանրապես տարբերությունը այդ էր առաջինին եւ երկրորդին, որ երկրորդը մարտիկ հանդիսադեսը որ եկավ, արդեն գիտագից էին, որ իրենք ուր եկած են, ինչու համար եկած են, ինչ տեսակի երաժշտություն միտլսեն, ինչ ակնկալիքներ ունին, քիչ թե շատ այդ հասկացողությունը կար երկրորդ համերգին։ Ծրագիրը գրեթե նույնն էր, մեկ երկ անագնկալ հետո ամենավերջի երկներ, իշխանասպարներ, թե անագնկալ էր, թե անկորի պես այդ մեկը նվագեցինք։ Ծրագիրը նույնն էր, որտեվ շատ մարդ կար, որ առաջինին ներկա չէին եւ կուզեին երկրորդ համերգ ներկա լինել եւ այդ բոլոր երգերը իրենք լսել վայելել։ Նաև ծրագիր փոխելը այնքան հեշտ բան չէ իրականության մեջ, օրինակ կարծեմ շատ խումբեր կան, որ իրենք աշխարհը թուր գնեն կամ նույնիսկ օրինակ Հայաստանի մեջ կան բարախումբեր կամ երկի եւ այլն խումբեր, որ գրեթե նույն ծրագիրը ունենան ամեն տարի, բայց բզիկ փոփոխություններ կնեն, բարելավումներ կնեն կամ մի քանի երկ կփոխեն, գավելցնեն, այդ ընդհանրապես այդպես է, որտեղ մարդիկ կարոտ ունին, այդ երկը անցյալ տարի լսեցին, գուզեն քալլարիկալ նորեն լայվ գենտանի բանով լսել։ So հիմնական այդ բան դարբերությունը կար, որ երկրորդը ավելի ժողովուրդը ոգևորված կամ խանդավառ էր, քանի որ գիտեր այդպիսի բարեր բիդլար վիդեոներ արդեն social media-ով դիտած են, YouTube-ով դիտած են, իբր դարբերություն այդ էր ընդհանուր պատկերը։ Այ երբ համերգ ենք ասում, բոլորը միշտ պատկերացնում են, որ համերգին բոլորը այսպես նստած, հանգիստ լսում են, ծափահարում են եւ վերջում համերգը ավարտվում է եւ բոլորը գնում են տուն։ Բայց այս համերգը տարբերվում է նրանով, որ մարդիկ պարզապես ինչ որ մի պահից վեր են կենում եւ սկսում են ապարել։ Տեղից, չգիտեմ, տարբեր ձևերով։ Այդ ի սկզբանե մտածված էր, որ այսպես պիտի լինի ու այս երգերի դեպքում անհնար է պար չլինի պարզապես, թե սպոնտան է ստացվել այդպես, միանգամից տեղում մարդիկ են ոտքի կանգնել, սկսել պարել։ Կարծեմ հիմա նայեցեք, ես շատ ելույթներում ներկա եղած եմ մանավանդ Հայաստանի մեջ եւ միշտ տեսած եմ, որ ավելի ավանդական, բարի բարային ելույթներ ասենք, ընդհանրապես վերջին երկը Գառնո Քոչարին գլա եւ այդ երկով կփագեն եւ միշտ նկատած եմ, որ ժողովուրդը ոգևորված բադի այդ ծայրերը, այսինքն կշարվին եւ միասին կբարեն այդ բարը եւ կավարտեն ավանդական Քոչարի, չէ՞, ուսուսի տված։ So իմ մեջ շատ դպավորություն ցկած է այդ բանը, այդ երևույթը եւ հիմա տարվես տասական համերգները շատ տարբեր են ժողովրդային բարերը, բարի եղանակները, բայց կարծեմ at միավորելը, որ տասականը եւ մեր բարի եղանակները սվեցի նոր շարժումը ստեղծեց եւ տասական համերգին մենք կրցանք ժողովրդին ոգևորել եւ այդպիսի մթնոլորտ ստեղծել։ Ես չէի ակնկալել, որ ասկան պիտի
խանդավառությամբ բարե ժողովուրդը, որ առաջինին բարեցին, բայց քիչ մը դարբեր էր, քիչ մը ավելի լուրջ էր, ինչ երկրորդը կգարձես ծրագիրը այդպես մնե, որ երկերը գամած քու մեջ ավելի բամը գարտունցնեն եւ սկացումներդ քիչ ամեն մեկ երկե մույս երկը սկացումներդ գմեցնա ինչեւ որ դեղ մահասնի որ քոչարի երխուշտա այլևս չես թիմանար եւ պիտի պարտադիր վեր կենալ, անպայման, եթե ալ բարել չես սիրեր կամ չես գիտեր, պիտի ելես եւ մասնակցես։ Հետաքրքիր էր համերգից նաեւ այն, որ քվեարկություն կար ընթացքում եւ հենց հանդիսատեսն էր որոշում, թե վերջին երգը որն է լինելու։ Այո, շատ սիրուն ցևը, որտեղ գրած է Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը, ընդհանրապես իրենց բոլոր համերգներին այդպես կանեն եւ գադեմ շատ հաճող բան մնեք ընդհանրապես որ անկորը գնեն համերգներուն երկմը գավարտի եւ ադի երկին վերջ շատ գծապե ժողովուրդը եւ նույն երկը նորեն գնվակեն բայց իմ գարտիկով այդ մեկը քիչ մգրնա ցանցածուցիչ լար ինչ բանով որ նույն երկը երկու անգամ լսես քան թե մեկ հատ լսես այդ երկը եւ մեկ հատ համերգի վերջը լսես եւ ժողովրդի ընդրուչամբ կարծեմ շատ լավ գաղափար մներ ադի այո Այ մշտապես երբ երկրի իրավիճակի մասին է խոսվում, մեր պայքարի մասին է խոսում, միշտ ասում են այն քիչ տոկոսը կա, որ պատրաստ է միշտ պայքարի դուրս գալու հանուն պետության, հանուն ազգի, հանուն լավ ապագայի համար, ու տպավորությունը այնպիսին է, որ այդ համերգին հենց այդ տոկոսն էր հավաքված։ Քո տպավորությամբ ինչպես է, ովքեր են այն մարդիկ, ովքեր գալիս են քո համերգին, ինչ են արժևորում, ինչ են գնահատում ու ինչ ակնկալիքներ ունեն։ Վստահաբար հայրենասերները շատ էին համերգին եւ շատ կարեւոր է իմ համար որ այդ երաժշտությունը լսեն թե հայրենասերները թե ալ ոչ հայրենասերները որ իրենց մեջ ավելի արթնանա այդ հայրենասիրականությունը եւ իմ գարձիկով հաջողվեց այդ մեկը, որովհետև շատ ներգային չսեմ ոչ հայրենասեր, բայց այդ ներգային, որ իրենք թատրած էին հայս քալե, շատ մը բաժարներով, բայց այդ համերգեն վերջ կարծեմ փամը շարժեցավ իրենց մեջ, նոր փամը արտնցավ եւ սկաց հբարդը սկացին, որ իրենք հայ են եւ կարծեմ իրենց այսինքն տոգոս մգա ժողովրդի որ հետաքրքրված բիդելան հաջորդ համերգին քան եւ այդ սկացումները ունենան եւ իրենց մեջ փամը փոխվի իբր հայրենասեր եւ ավելի աշխատին իրանց արորյաներու մեջ որ ամեն մեկը դարբեր ցևով երևի օկտագար թարնա հայրենիքին ոչ թե մի անգամ կադի Ես հիշում եմ նախորդ զրույցի անգամ ժամանակ ասացիր որ այնքան շատ էին հաղորդագրությունները համերգից հետո որ դու նույնիսկ ուզվել ես որովհետև անսպասելի է եղել այդ մեծ հոսքը այդքան հաղորդագրությունների սպասելի էր որ այս անգամ էլ է այդպես լինելու ու այս անգամ ինչն էր քեզ համար ամենահուզիչը համերգի մեկնարկից մինչև այդ հաղորդագրություններ տեսանյութերի տարածում այս անգամ տարբեր ցևի տարածում եղավ թիվերը շատ մեծ էին ընդհանուր ստատիստիկները որ նայում եւ բախտադեմ անցյալ համերգին թիդումները ցանցերի վրա սոցիալական ցանցերի վրա եւ մեկնաբանությունները նամակները գրնալ 10 անգամ ավելի էին շատ աստված եմ այդ քերեցիկ հզոր արտինքով տարբեր էր ամեն ինչ տարբեր էր այս անգամ թրագան իմաստով տարբեր էր Ինչքան որ նույններ այդքան տարբեր է չէ ամեն դեպքում Հա ծրագիրը նույնն էր բայց շատ տարբեր էր եւ շատ ասենք դարօրինակ բան մնա այսինքն որ նույն դեղը նույն ծրագիրը ինչքան գրնա ամեն մեկ համերգ իր տարբեր երկուքնալ թրագան բայց ամեն մեկը իր տարբեր համոհոտ ուներ երկրորդին շատ ավելի մեծ քանակով նամակներ ստացա բայց ամենաշատ նամակը որ կստանայի մինչև այսօր կստանամ գրեթե ամեն օր հարցումն է որ երբ է հաջորդ համերգի երբ է իրականության մեջ քիչ մը ցավ է ինձ համար այդ հարցերին պատասխանելու որովհետև
այդքան մեծ մասշտաբի համերգ մնե որ այնպես չէ որ մենք կրնանք տարին շատ համերգ անել կրնալ 1-2 հատ թերևս տարին կրնան անել բայց իսկապես շատ դժվար է մեկտեղ բերել այդ ամեն մեծ խումբը թե ֆինանսական ծախսերով թե բավականին մեծ պլան պետք է այդպիսի մեծ համերգ Ինչքան ժամանակ է պահանջվում կազմակերպչական աշխատանքների համար Հիմա փախտատմամբ առաջինին շատ ավելի հեշտ է ամեն ինչ, որովհետև քիչ թե շատ մենք կառույց մգա հիմա։ Նաև Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախումբը իրենք ունին արդեն իրենց միշտ համերգները ունին, կառույցը ունին եւ պլան գազմագերբելը այդքան բարդ չէ, բայց այս բարակային ինքը խումբի մեծությունն է, որ ամեն մեկը իր անհատական փորձերը գնե, օրինակ երգչախումբները, ժողովրդային կորզիկները եւ սիմֆոնին ամեն մեկը իր պետք է փորձերը անհատական անե եւ հավանաբար ինքը քիչ մը զարմանալի է որ օրինակ մենք այս համերգը 2 փորձով վրազենք ընդամենը 2 full փորձ որ ամեն գազմը գա մարդիկ հիմա ընդհանրապես կգարսեն ամիսներ մենք փորձը ռազենք բայց ինքը այդպես չէ professional շատ professional նվագողներ են եւ երաժիշտները իրենց նոտաները որ իրենց արժևն է շատ արագ արդեն բոլորը իրար կհասկանան բայց վստահ որ օրինակ հիմա երկրորդ համերգին ավելի համերաշխ ամեն ինչ այսպիսի ծանոթություն մգար արդեն քան թե առաջինը որ ասենք ես ոչ մեկին չէի գիտեր նվագողներին հիմա երկրորդը արդեն ծանոթ ենք ավելի մոդիկ ընկերներ ենք համայնք է ձևավորվում ոչ միայն երաժիշտները այլև այն մարդիկ ովքեր լսում են այդ երաժշտությունը այդ համայնքը շատ կարևոր է կարծում եմ քո կարծիքով համայնք ինչ բանով խումբ որը ինչ որ արժեքներ է կրում հետևում է այդ արժեքներին պահպանում է այդ հա գարձես շարժում մնա այսինքն եւ շատ ուրախ թրագան լավ մտնոլորտ եւ ամենակարևորը հբարդության այսինքն համերգի ներկա եղողը կամ այդ վիդեոները թիդողը ինքը պիտի սկա ավելի հբարդ հայ որ ամենակարևոր բանն է կգարձեմ այսօրերուն հետաքրքիր է երբ համերգը ավարտվում է ինչ ես անում դու հաջորդ քայլերը ինչ ես սկսում անել հենց համերգին յետք այո համերգից հետո համերգին յետք ուրեմն այս անգամ որոշեցի backstage երթալ եւ երաժիշտներուն շնորհակալություն հայտնել որովհետեւ անցյալ անգամ արիտը չունեցա անցյալ անգամ իշքիշեմ որ փեմի վրա ուղակի ժողովրդին միացա որովհետեւ գուցեին շնորհավորել որովհետեւ շատ զանոթներ ունեի եկած են ամառներ որովհետեւ հուլիսի մեջ էր եւ ամեն աշխարհեն ծանոթներ ունեի որ ներկա էին համերգին եւ պետք է իրենց թիմավորեի ծևովը հիմա երկրորդին քիչ մը ուզեցի տարբեր ծևով մոդենալ նախ երաժիշտներուն հնարավորությամբ ինչքան որ գրնամ շնորհակալություն սայտնեցի եւ հետո միացա ժողովրդին որ իրենց հետ քիչ մը ժամանակ անցնեմ նկարվինք խոսենք զրուցենք շատ հետաքրքիր բահեր են շատ էներգիա է պետք դրա համար որտեղից է էներգիան քեզ գալիս համերգի երկրորդ բաժինը որ համերգեն հետո է շատ ավելի կսնամսել հոգնեցիչ կանտե համերգի այո որտեվ դժվար է արդեն հոգնած ես սենք եւ պետք է ամենուն խոսիս հիշես գարկը մարտոց որտեվ social media-ով ծանոթ ենք եւ կյանքում live չենք տեսնված եւ պետք է արտոնը լաս միշտ ով գա պետք է խոսենք նկարվենք եւ բավական մեծ բادرախանատություն է երբ նախորդ անգամ մենք զրուցում ենք եթե չեմ սխալվում այդ ժամանակ ավելի շատ չէր լինում Հայաստանում քան հիմա ավելի երկարաժամկետ ես դու Հայաստանում ինչպես եթերից առաջ հասկացանք մեծ մասամբ Հայաստանում ես քան դրսում կարելի ասել հայրենադարձ ես դու արդեն այո արդեն 6 տարի այստեղ կբնակեմ տարին մի քանի անգամ Բեյրութ կերտամ ու կամ ընտանիքս հոն է բայց հիմնական ավելի այստեղ եմ
այո գրնակցել Այո։ հայերեն դարձեք այո Ստացվել է այս տարիների ընթացքում հեշտ հարմարվել հայկական միջավայրին, հայրենադարձ լինելը, ինչ խնդիրներ ունի առհասարակ, դրա մասին առիթ չենք ունեցել մենք ձեզ հետ խոսելու։ Իմ բարակայից քիչ մ ամեն ինչ տարբեր է, որովհետև ես իմ աշխատանքս on-line է, մինչև ասեմ, որ իմ հիմնական աշխատանքս website-ների դիզայն եւ development-ով կսպավիմ, երաժշտությունը ավելի սիրողական, այո, so իմ ընդհանրապես աշխատանքներս ավելի on-line են եւ գրեթե դունեն աշխատիմ եւ ամեն ինչ ավելի թյուրին է, որովհետև ես ասենք Հայաստան քալով նոր կյանք 0-ին չստեղծեցի, արդեն իմ կյանքս ունիմ, բարձրապես տեղս փոխվեցավ, փոխանակ Բեյրութի մեջ աշխատիմ համագարկիչովս, հիմա գրնամ բոյև մեկ կաֆեի մեջ կամ տունը կամ բոյև մեկ տեղ on-line աշխատիլ, ուրեմն այդ մեկը շատ մեծ առավելություն մնա իմ համար, որովհետև ինչպես օրսի ամեն ինչ 0-ին չեմ սկսիր որ գա այդ բանը ունիմ արդեն ապրուստս ունիմ, միան պետք է ուշադրեմ, որովհետեւ ամեն ինչին բալանսը գտնեմ, թե երաժշտության, թե աշխատանքից, որովհետեւ մանավանդ հիմա վերջերս, որ այս համերգները եղան եւ պիտի ըլան, այդ դժվարությունը ունիմ հասնելու ամեն ինչ իսկապես շատ դժվար բան է, այդպիսի մեծ խնդիրներ չունեցա ես անցնաբես իբր հայրենադարձ եւ մանավանդ հիմա այս վերջին 2 տարին շատ ավելի գսկամ մեծ շրջանակ ունեցա, որ շատ ուրախ եմ, շատ գսիրեմ այդ շրջանակը եւ ընդհանրապես մարդիկ են, որ հետաքրքրված են արվեստով, երաժշտությամբ, մշակույթով եւ միշտ հաջելի է հա շատ հաջելի է եւ հբարդանալի է այդպիսի գաբեր հաստատելը Հետաքրքիր է, կան մարդիկ, ովքեր դրսից գալիս են հատուկ Հայաստան քո համերգին մասնակցելու Այո, առաջինին գար երկրորդին ալ գար եւ շատ տպավորված եմ, այսինքն ինչ որ ես գիտեմ, ինչ որ քրեցին ինձի գար Լիբանանեն, Ֆրանսիան, Ամերիկային, Մոսկվային, Բոլիսեն գար Վրաստանեն այս երկիները ինչ որ ես կհիշեմ կանադային բավական մեծ կարծեմ խանդավառություն է գիտնալ որ ասկան երկիները մարդ կուքա համերգ դիտելու ու երկրորդ համերգը երկրորդը առաջինին ավելի գային որտեվ արդեն ամառ է ընդհանրապես գիտեք ամառը հուլիսին շատ տուրիստական շրջան է բայց մարտին ընդհանրապես շատ տուրիստ չի կար ուրեմն հadouk համերգին համար եկած էին որ շատ ուրախ եմ եւ շնորհակալություն իրենց եւ արդեն անշուշտ հարցումները ամեն օր գուքան որ երբ է հաջորդը որ իրենք այդպիսի թվական ներկա լան Հայաստան որ հարմարացնեն համերգին քիչ մը դժվար բան է բայց ամեն դեպքում երբ է հաջորդը հաջորդը արդեն մենք ունենք հուլիս 11-ին Գողբ Վարդավառ ֆեստիվալին պիտի մասնակցենք եւ շատ հետաքրքրական պիտի լայն համար որովհետեւ նախ առաջին անգամն է Երևանեն դուրս պիտի համերգ ունենանք ես պատկերացնում եմ ինչ հրաշալի է անցնելու վստահ եմ մարզերու մեջ եւ Պացոտիա լրիվ դարբեր դրամատրություն է դարբեր միջավայր ժողովուրդ շատ կարծեմ հետաքրքրական պիտի լա Սերուս հետաքրքիր է երբ հայացք ես գցում այն առաջին գործիքավորումներին որ նոր ես արել ու այսօր որոնք ամենավերջում են ստեղծվել անընդհատ ցանկություն լինում է ինչ որ բան փոխելու, շտկելու, թե ամեն դեպքում դու գիտես որ մարդիկ սիրում են հենց այդ տարբերակը ու դու ձեռք չես տալիս այդ տարբերակները Իրականության մեջ շատ լավ հարցում է եւ նույնիսկ ամենասիրված երկին մեջը որ երկերեն մեկը որ Heroes of Mosadagն է Չալմտանգեն Մուսալերի նվիրված նույնիսկ այդ մեկի մեջ բաներ գուզեմ փոխել որ ավելի լավացնեմ այո ամեն երկի մեջ ասենք հատված մգա համերգեն հետո մտածեցի որ կրնանք հաջորդին ավելի լավ ծավով կրնալը շատ բստիկ փոփոխություններ են բայց այդ բստիկ փոփոխությունները
1 2 3 ամենը մեկ կարծեմ գնեն դարբերություն մը կստեղծեն եւ նաեւ հիմա ըստ երկրորդ համերգին մեկ նոր ստեղծագործություն մը գար որ իշխանած բարն էր իշխանած բարի մշակումը որ ռազեի իմ համար ասենք ամենադպավորիչն էր որովհետեւ այդպիսի մշակումը ռազեի ես սորվելով իմ անցյալեն եւ առաջին համերգեն, այսինքն վիդեոները դիտելով սորված եմ որ ինչն է ասենք իմ ինչ կրնամ ավելի լավ անել այդ թասերը քաղելով այդ մշակումը ըրած եմ որ կգարձեմ բավականին լավ հնչեց բայց այո միշտ բաները կան միշտ լավացնելու ցանկությունը կա գարձեմ բավական մեծ չափով արվեստագետներ կան որ այս բանը ունին իրենց մեջ դու նաև ինչ որ պահի արդեն սկսեցիր մարդկանց հետ ապրել որքան որ ստացվում էր ես չգիտեի որ ամեն դեպքում դու կարողանում ես ապրել արդյոք նաև մոտիվացված ես այդ ուղղությամբ որպեսզի ոչ միայն երաժշտությունը զգաս այլ ապրը զգաս նաև աշխատում ես այդ ուղղությամբ սովորում ես ապրելը անպայման Ես տարիներ առաջ կրնալալ բարերը շատ հերույ էի ոչ գտիդեի ոչ կունգընտրեի ոչ բավական բարի աշխարհի հերույ էի ավելի խոսք անշուշտ հայկական բարի մասին է որը օդար բարեր արդեն շատ չի հետաքրքիր ինձ բայց ասվերջին տարիներու ընթացքին տեսակ մի շատ մոդեցա հայկական բարին ավանդություններին ավանդական բարերուն անշուշտ Գինոսյանի այդ բանն շատ մեծ թեր կատարած է հավաքույթները որ մինչև մա այո ամեն ուրիշ եթե չեմ այսօր կա միջազգային բարի արտիվ եւ երթալով ավելի կսիրեմ երթալով ավելի կշահվիմ եւ շատ կարեւոր է որ սկալ նաեւ բարը որովհետեւ եթե սկաս բարի շարժումները լրիվ տարբեր մոդեցում կունենաս երաժշտության մշակումի ադեն այդ պատճառով պատմությունը իմանալ բարի ամեն մեկ շարժում է իմաստ ունի ցերկդ վեր ցերկդ վար այդ ինձ համար շատ բարդ են այս բաները բայց շատ հետաքրքրական են Ինչ ես դու ընթերցում կամ լսում առհասարակ որ քեզ մոտիվացնում է երաժշտություն գրելիս ու ինչ միջավայրում ես դու ստեղծում այդ երաժշտությունը Ընդհանրապես իմ առաջին motivationս ներշնչումս հայկականությունս է հայկական երաժշտությունը ընդհանուր բայց գրզեմ ասել որ երկու արվեստագետներ կան որ իրենք հայ չեն բայց այդ երկուքին պատճառով ես կարծեմ այսօր այս մշակումները ըրած եմ եւ անշուշտ խառնելով մեր հայկականը ավանդականը մեկը Hans Zimmer-ն է մյուսն անունը Thomas Bergerson-ը որ ինքը անունով շատ հայտնի չէ բայց Two Steps from Hell խումբ մգա այդ խումբի մաս կգազմե եւ իրենք Hans Zimmer-ի նման իրենց երաժշտությունները օգտագործված է աշխարհի ամենամեծ ֆիլմերի մեջ անունով շատ հայտնի չեն բայց իրենց կորձերը շատ լսված են ունին միլիարդներով կրնալ թիդում եւ բան ունեն YouTube-ի վրա ուրեմն իմ համար շատ կարեւոր էր որ տարիներ ես լսած եմ իրենց երաժշտությունը եւ իմ մեջ զարգացած եմ այդ ոճը որ ինքը cinematic կինոյի նման այդ երաժշտությունն է որ միշտ այսպիսի inspiring կսեն ոգևորիչ երաժշտություն է եւ սիմֆոնիկ ցևով ներկայացված, բայց շատ նոր ցևով։ Հիմա քիդելիկները իմ մեջ հավաքելով, զարգացնելով երաժշտական բանով, այսինքն եւ նաեւ իմ անցյալս կամ ներկայս, այսինքն հայ լինելս եւ հայկական երաժշտության իմ այդ որտեղ միշտ հայկական երաժշտություն ալ գլսեմ, ուրեմն այդ բոլորը խառնելով եւ նաեւ քիչ մը էլեկտրոնիկ սայներ այդ նոր ոճը մեջտեղ փերի, որ կարծեմ բավական լավ արտինք տվավ։
Որպես ամփոփում, ինչ կուզես ասել քո հանդիսատեսին, քեզ լսողներին, երկրպագողներին։ Կուզեի 1000 անգամ շնորհակալություն հայտնել, որը առանց իրենց կարծեմ համերգներ չեն գտնար շարունակողական համերգներ պիտի չլան եւ իրենց այդ զորավոր ուժեղ աջակցությունն է որ ինձ կմղե որ նոր երաժշտություններու մասին մտածեմ շատ կարեւոր է որ միան իմ համար չէ եթե իրենք մեգումը գսիրեն մանավանդ որ եթե այդ անձը շատ մեծ արտիստը չէ եւ պետք ունի իրենց այդ ժողովրդի քաչալ երանքին պետք ունի ամեն մեկ նամակը կոմենտը լայքը շեյրը որ գնեն հավատացեք ամեն մեկը իր դեղը ունի իր արժեքը ունի եւ շատ կաթիլ դա ձևավորում է մոտիվացիան հետագայի համար անպայման եւ շատ իսկապես ուրախ եմ երախտակետ եմ որ երախտաբարդ եմ որ այս մեկ տարվա մեջ գրծա բավական մարդ ծանոթանալ եւ այնքան շատ նամակներ ստանալ միջև հիմա որ ինձ պիտի մղեն միշտ շարունակեմ եւ երբեք կանգ չառնել Ես շնորհակալ եմ քեզ զրույցի համար Ես էլ շնորհակալ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը առաջին խոսափողի մոտ երաժիշտ Սերուժ Բաղդասարյանն էր Կհանդիպենք վաղը լավ եղեք